Հունիսի 27-ի առավոտյան առանց նախապես տեղյակ պահելու Մայրաթոր Սուրբ Էջմիածնում հայոց վեհարանի տարածք մտան ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանական զորքեր ձերբակալելու համար Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանին։ Մեկ օր առաջ հայտնի էր դարձել, որ դատախազությունը քրեական վարույթ է նախաձեռնել arczepiskopos-ի նկատմամբ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Մայրաթորում այդ պահին առավոտյան ժամերկությամբ մեկնարկել էր ամենամյա քահանայական հավաքը, որը տարիներ շարունակ համակարգում է Միքայել Սրբազանը։ Հայաստանի տարբեր թեմերից հավաքված քահանահայրերը դիմակավոր անձանց տեսնելով շրջապատեցին եւ պաշտպանության տակառան arczepiskopos-ին ու Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսին։ Որոշում ընդունվեց, որ Միքայել Սրբազանը կներկայանա քննչական բաժին, ինչպես օրենքն է պահանջում, սակայն հավաքվածները արգելափակեցին Սրբազանին տանելու եկած թե մեքենաների, թե մարդկանց ճանապարհը։ Նրանք համառորեն պահանջում էին անհապաղ բաց թողնել Միքայել arczepiskopos-ին եւ ազատել Մայրաթորի տարածքը։ Ամբողջ տեղի ունեցածը լուսաբանում էին մի քանի տասնյակ լրատվամիջոցներ ուղիղ միացմամբ։ Մայրաթորի արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան arczepiskopos Հովհաննիսյանը լրագրողներին եւս մեկ անգամ հավաստիացրեց, որ առավոտյան Միքայել Սրբազանը մտադիր էր անմիջապես մեկնել քննչական կոմիտե։ Համայն հայության հոգևոր կենտրոնում իրավապահների կողմից դրսևորած պահվածքը ուժի կիրառումը քաղաքացիների հանդեպ դատապարտելի է եւ անընդունելի։ Միքայել Սրբազանը հակառակ որ պատշաճ կարգով չի ծանուցվել, կայացրել է որոշում եւ չխուսափելով ներկայացված պահանջից կմեկնի Երևան ներկայանալու քննչական կոմիտե։ Մայրաթորը հորդորում է ժողովրդին չտրվել սադրանքների, պահպանել զգոնություն եւ շարունակել իրենց սատարումը օրինական բոլոր միջոցներով։ Մի քանի ժամ հետո թե ոստիկանները, թե ազգային անվտանգության ծառայության ջոկատները հեռացան Մայրաթորից, սակայն շարունակվեց հայոց հոգևոր կենտրոն մարդկանց հոսքը։ Մարդիկ անհանգստացած գալիս էին Մայրաթոր իրենց զորակցությունը հայտնելու հոգևոր դասին եւ Միքայել Սրբազանին։ Շնորհակալ եմ ինչպես ձեզ, բոլորի քահանաներին, ժողովրդին, իմ հոգևոր եղբայրներին եւ վեհապար հայրապետին, իմ մասնավորի իր հայրապետական բարձր պահվածքի համար։ Հիմա իրենք հասկացել են եւ նահանջել են։ Եվ դրա համար ավելորդ է այլևս թույլ տալ, որպես իրենք երկրորդ ինչ-որ հարցակումը թույլ տան եւ երկրորդ անգամ պղծեն Մայրաթորի հոգեպարար, հոգևոր մթնոլորտ։ Ես որևիցե բանից չեմ վախենում։ Այս մեղադրանքը բացարձակ շինծու ապօրինի մեղադրանք է։ Ես երբեք չեմ թաքնվել, երբեք էլ չեմ խոսապել, իմ ասածներից էլ չեմ հրաժարվում, ասել եմ, լավ եմ արել եւ պիտի շարունակեմ նույն ոգիով։ Եվ հիմա միակ խնդրանքս է, որ թողնեք, որպես ես նստեմ մեքենան եւ մեր սիրելի փաստաբանի հետ գնամ քննչական կոմիտե ներկայանալ։ Իրենց առաջարկվել է ժողովի աշխատանքը չխոչընդոտելու եւ ներկա բազմաթիվ հոգեվորականներին, այսպես ասեմ, անհանգիստ վիճակի մեջ դնելու համար ժողովը ավարտել եւ այնուհետեւ Միքայել Սրբազանը ինքը կներկայանա քննչական կոմիտե։ Աղացեի ներկայացուցիչները բնականաբար չեն համաձայնվել, որից հետո ինչևից է Միքայել Սրբազանը համաձայնվել է ներկայանալ քննչական կոմիտե, նույնիսկ այդ անհամաձայնության դեպքում, սակայն հոգևորականներին երբ որ պարզաբանումներ է տվել, այդ ժամանակ նաև ԱԱՑ եւ ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել այստեղ, դուք ներկա եք եղել եւ այդ մեծ հոսքը եւ Սրբազանին այդ եղանակով այստեղից Մայրաթորի տարածքից ձերբակալելու այդ գործողությունը առաջացրել է ինչպես հոգևորականների վրդովմունքը, այնպես էլ այդ բանը արդեն ներկայացած քաղաքացիների վրդովմունքը։ Եվ բնականաբար տեղի ունեցավ այն ինչ ունեցավ եւ շատ լավ է որ բախումներ չեղան, այսինքն մենք չունեցանք վարձական հետևանքներ։
նույնիսկ Սրբազանը մեքենաներ արդեն ասել ուզում էր մեքենա նստես, չկարողացավ։ Երկրորդ անգամ էլ այդ ջանքերը գործադրեց գնալու, չստացվեց։ Ի վերջո ոստիկանության բացը ուժերը նահանջեցին եւ հիմա Միքայել Սրբազանը եւ մեր փաստաբանների խումբը մենք հիմա ինքներս մեկնում ենք քննչական կոմիտե ներկայանալու եւ քրեադատավարական գործողություններին մասնակցելու։ Սույն թվականի հունիսի 27-ը հայ եկեղեցու եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի նկատմամբ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացված խայտառակ գործողություններով մեր ժողովրդի նորագույն պատմության մեջ կմնա որպես ազգային ամոթի օր։ Շինծու հիմքերով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրավապահ մարմինների ներկայացուցիչները մուտք են գործել Մայրաթորի տարածք, նպատակ ունենալով ձերբակալելու եւ բռնի ուժով բերման ենթարկելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանին։ Այդ ընթացքում մեծածավալ ուժերով արգելափակվել են Մայրաթորի մուտքերը եւ խափանվել համայն հայության հոգեվոր կենտրոնի բնականոն կյանքը։ Արհեստական խոչընդոտներ են հարուցվել նաեւ դեպի Վաղարշապատ եւ Սուրբ Էջմիածին ուղևորվողների համար։ Ընդհուպ անցկացվել են ստուգումներ։ Խստորեն դատապարտում ենք նախաձեռնված հակաեկեղեցական գործողությունները եւ գնահատում որպես անարգանք հայոց հոգեվոր կենտրոնի Սրբություն Սրբոց Մայրաթոր Սուրբ Էջմիածնի նկատմամբ, այլև հավատացյալների հոգևոր զգացումներին հասցված ծանր վիրավորանք։ Ինչպես երկրի վարչապետի, այնպես էլ իշխանության տարբեր ներկայացուցիչների հռետորաբանությունից ակնհայտ է, որ ծրագրավորված այս գործողությունը իշխող ուժի եկեղեցահալած քաղաքականության հերթական դրսևորումն է։ Երբեք հնարավոր չէր պատկերացնել, որ հայրենի իշխանություններն ունակ են նման դավադիր հարված հասցնելու հայոց հնագույն ազգային հաստատությանը, հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն, այնպես ինչպես նույնիսկ չեն վարվել ժամանակի օտար տիրապետողներ։ Կոչ ենք անում մեր ժողովրդի զավակներին շարունակելու նույն նախանձախնդրությամբ լինել մայր եկեղեցու կողքին եւ աղոթելու Սուրբ Էջմիածնի պայծառության եւ մեր հայրենիքի խաղաղության համար։ Հոգևորականները հավատավոր մեր զավակների հետ ի զորակցություն Միքայել arczepiskopos Աջապահյանի լինելու են քննչական կոմիտեի եւ դատարանի վայրերում։ Դատարանից ակնկալում ենք արդարացի որոշման կայացում։ Մայրաթորը օրինական բոլոր միջոցների կիրառմամբ պայքարելու է եկեղեցու եւ եկեղեցականության իրավունքների պաշտպանության համար, ասված է հայտարարության մեջ։ Հունիսի 27-ին Մայրաթորում կատարվածին արձագանքել է նաև Մեծիտանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսը։ Ցավով իմացանք պետական իրավապահ մարմինների ուժերի Սուրբ Էջմիածին մուտքի եւ այնտեղ ստեղծված անընդունելի իրավիճակի մասին։ Մենք դատապարտում ենք նման քայլերը, անհրաժեշտ է հարգել մեր սրբավայրերը երկյուղած մոտեցումով։ Նաև կոչ ենք ուղղում պետական պատասխանատու մարմիններին ձերբակալությունների արշավը դադարեցնելու եւ հանգստությամբ մոտենալու հակաօրինական նկատվող իրավիճակներին ու պարագաներին։ Ներկա բարդ իրավիճակից դուրս գալու եւ որպես առաջին քայլ հրապարակային հայտարարությունները դադարեցնելու գծով վեհափար հայրապետը խորհրդակցությունները պիտի շարունակի կուսակցությունների ու կազմակերպությունների, բնականաբար նաև Հայաստանի իշխանությունների հետ, որպեսզի հնարավոր դառնա ապագայի նոր բարդությունների առաջն առնել եւ հանգիստ մթնոլորտի մեջ հարցերի լուծման ճանապարհներ փնտրել, փոխադարձ հասկացողության ու հարգանքի մթնոլորտի մեջ։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հետևում է զանգվածային լրատվության միջոցներում եւ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններին եւ հանրային համերաշխության տեսանկյունից Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է համարում։ Պետական իշխանությունը բացառիկ կարևորություն ունի հասարակական կյանքը կանոնակարգելու հարցում։ Միևնույն ժամանակ հայ առաքելական եկեղեցին առանցքային դերակատարություն ունի բազմաթիվ քաղաքացիների խղճի եւ կրոնի ազատության իրավունքի իրացման տեսանկյունից։ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ թե հասարակական կարգի պահպանումը, թե կրոնական ազատությունների երաշխավորումը հնարավոր են բացառապես հանրային համերաշխության առկայության պայմաններում։ Ուստի պաշտպանը կոչ է անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն, առաջ եկած խնդիրները լուծել փոխադարձ հարգանքի, իրավունքի գերակայության արժեքների պահպանմամբ, հանրային համերաշխության եւ հանդուրժողականության առանցքային բնույթը նկատի ունենալով։ Իրավիճակի ել ավելի սրումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների, եւ այդ հանգամանքը պետք է նկատի ունենան բոլորը, ասված է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ։
Հունիսի 25-ին ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթորում ընդունեց Հայկական բարեգործական ընդհանուր միության Երևանի գլոբալ առաջնորդության եւ Բացահայտիր Հայաստանը ծրագրերի մասնակից սփյուռքահայ երիտասարդներին։ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի նախագահ, կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակոբյանը ներկայացրեց երկարամյա այս ծրագրերի նպատակը եւ թե ինչ առաքելությամբ են երիտասարդները հայրենիքում։ Երիտասարդները Հայաստանում 3-ից 6 շաբաթ են անցկացնում, մասնակցում հայրենաճանաչության բազմազան միջոցառումների։ Պիտի մասնագիտական կրթություն ստանան իրենց համապատասխան կազմակերպություններում եւ Բացահայտիր Հայաստանի մասնակիցները պիտի կամավորական աշխատանքներ կատարեն տարբեր համայնքներում եւ միասնաբար պիտի բացահայտեն Հայաստանը եւ իրենց ժառանգությանը ծանոթանան եւ ամրապնդեն կապը հայրենիքի հետ։ Հայոց Հայրապետը կարևորեց երիտասարդների այցելությունը հայրենիք, քանի որ դրանք ազգային գիտակցության նորոգման լավագույն առիթն են օտարության մեջ ծնված ու հասակ առած հայ մարդու համար։ Սփյուռքում ծնված ու Հայաստանը երբևէ չտեսած մարդկանց համար սքանչելի պատկերով երազային վայր է Հայաստանը։ Հայոց Հայրապետը հույս հայտնեց, որ այցից հետո էլ հայրենիքը երիտասարդների մտքի ու սրտի մեջ կմնա որպես մի վայր, ուր պետք է վերադառնալ նույն թրթիռով։ Միաժամանակ հորդորեց նրանց վերադառնալով իրենց համայնքներ առավել ակտիվ ներգրավվածություն ունենալ ազգային եկեղեցական կյանքում։ Որպես թբիր Կանադայից ես թբիր եմ, խորանի վրա ելեմ գծարայեմ։ Ինձ համար շատ կարևոր բան էր, որ իմ ինքնությունս հարաճարգել եւ ես ինձի հոգեկան ձևով ավելի զորացներ։ Վեհապարը ինձի գրծավ ինձի ավելի լավ հասկացնել ինչ է որպես քրիստոնյա, ինչ է քրիստոնյա լալը, ինչպես ավելի լավ հայ լալ, ինչպես ինքնությունից բահել, ինչպես սփյուռքի մեջ ավելի լավ հայ լալ եւ ինչպես եկեղեցին գոքնե որ մեզի վես հայերուն, որ գրնանք հոսքալ բդդին մեր անուշ հայրենիքը վայլեր։ Խորհրդեց, որ մենք մոտիկանանք մեր հայ արմատներին, մեր community-ների մեջ մոտիկանանք եկեղեցում, ուրիշ պատանիների հետ խոսանք եւ հայություն մոտիկանանք։ Գլոբալ առաջնորդության ծրագրի մասնակիցները հիմնականում ուսանողներ են, որոնք Հայաստանում մասնագիտական փորձաշրջան են անցկացնում։ Շաբաթվա ընթացքում էլ Բացահայտիր Հայաստանի ծրագրի մասնակիցների հետ այցելում են տարբեր գյուղական համայնքներ, ուխտի գնում եկեղեցիներ ու վանքեր, պատմամշակութային վայրեր։ Բացահայտիր Հայաստան ծրագրի հիմնական բաղադրիչը համայնքային կամավորական ծառայությունն է։ Հայոց Հայրապետի հետ հանդիպումից հետո երիտասարդները Մայրաթորի տարածքում մաքրման աշխատանքներ կիրականացնեն։ Որպես կամավորներ կներգրավվեն Հայկական բարեգործական ընդհանուր միության եւ Մայրաթորի հովանու ներքո գործող բարեգործական ճաշարանների աշխատանքներում։ Մեր երիտասարդական ծրագրերի գրեթե բոլոր երիտասարդական ծրագրերի համար ամենակարևոր բաղադրիչը դա այցելությունն է Մայրաթոր եւ ամենայն հայոց վեհապարի օրհնությունը ստանալը, որովհետեւ հավատում ենք, որ այս հանդիպումից հետո իրենց հավատքը ավելի զորացած ու կապը առ հայրենիք, առ էջմիածին պիտի վերադառնան իրենց երկրները ու կարողանան նույն խորհուրդը փոխանցել իրենց հասակակիցներին։ Հայոց հովվապետը բարձր գնահատեց Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից իրականացվող հայրենաճանաչության, կրթադաստիարակչական, մշակութային նմանօրինակ ծրագրերը, որոնց շնորհիվ այս երիտասարդները հնարավորություն են ստանում համախմբվելու հայրենիքում, հարստացնելու իրենց գիտելիքները եւ հաղորդ դառնալու հայրենի իրականությանը։ Նորին սրբությունը պատգամեց ներկաներին լինել ազգային ինքնության կրողը եւ օգտակարություն բերել իրենց համայնքների առավել զորացմանն ու հայրենիքի բարօրությանը։ Անուշ Առաքելյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Հունիսի 25-ին Հայոց Արևելից կողմեր Գարդման պատմություն եւ իրականություն խորագրով միջազգային խորհրդաժողով կայացավ Երևանում։ Արցախի թեմի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի եւ Արարատյան արժեքների կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ։ Խորհրդաժողովը նվիրված էր Մեծ Հայքի Ուտիկ նահանգի Գարդման գավառի պատմամշակութային ժառանգությանն ու 20-րդ դարում տեղի ունեցած հայաթափման իրողություններին։ Ելույթներով հանդես եկան գիտնականներ, հոգեվոր եւ քաղաքական գործիչներ։ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն իր ուղերձը հղեց խորհրդաժողովի մասնակիցներին։ Ժամանակ առ ժամանակ մենք կորցնելով առաջ ենք գնում
եւ այս կորուստը երբևիցե չի դարել մեզ համար ռազմավարություն, թե ինչն է պատճառը, որ մենք կորցնում ենք եւ հետեւություններ չենք անում, սա կնշանակի, որ ահա պետք է մենք իմաստուն գործենք, կարողանանք հավաքագրել մեր ամբողջ մտածելակերպը եւ կառուցել այնպիսի մի գաղափարախոսություն, որը մենք ոչ միայն կորցնելու այդ տենդենսը պիտի կանխենք, այլ նաև դեր կանգնենք մեր անանց շարժանկություններին։ Եվ այս իմաստով կարծես այդ շղթա մի փոքր ժամանակահատվածում Արցախյան գոյապայքարի ժամանակ մենք կանգնեցրինք այդ կորուստների շղթան, բայց ցավոք սրտի մենք չկարողացանք գնահատել այն ինչ որ ձեռք ենք բերել եւ նորից տարվեցինք մենք այդ վայելքներին, մեր եսակենտրոն այդ ապրելակերպին եւ կորցրեցինք եւ այսօր նույնը շարունակ դրա համար անդրադառնալ այն ինչ որ ունեցել ենք մենք Գարդման, Ուտիկ այդ նահանգներում, որը եղել է հայկական եւ մնացել են հայկական, թե ինչ տեղ ունեցավ ահա Գարդման աշխարհի ժամանակ։ Խորհրդաժողովը հնարավորություն եւ հարթակ էր ստեղծել վերաիմաստավորելու հայկական Գարդմանի ժառանգությունը, հայաթափումը, հայերի ունեցվածքի յուրացումը։ Մասնակիցներն անդրադարձան պատմականորեն հայաբնակ Գարդմանի տարբեր դարաշրջաններին։ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Լեռնիկ Հովհաննիսյանի զեկուցումը վերաբերում էր 20-րդ դարում Գարդմանում տեղի ունեցած էթնոժողովրդագրական փոփոխություններին, հայ բնակչության նվազեցման պատճառներին։ Կարևոր էր, որ ընդհուպ մինչև 1959 թվականը իր ամբողջականության մեջ փաստորեն նախկին լղիմ տարածքից բացի ուրեմն լղիմ հարակից, այսպես ասենք, հայկական հայոց հայրենիքում, այսինքն դա ուրեմն Լեռնային Ղարաբաղի Արցախի հյուսիսային հատվածն է, դա Գարդման աշխարհն է, դա Ուտիկ աշխարհի լեռնային եւ նախալեռնային շրջանները բնակչությունը գերակշռել է եւ ցավոք սրտի արդեն իսկ խորհրդային Ադրբեջանի վարած քաղաքականության հետևանքով 1959-ից մենք տեսնում ենք բնակչության նվազում, իսկ 1988-ից սկսվեց արդեն իսկ հայաթափումը։ Դա ոչ վաղ անցյալում է տեղի ունեցել, այդ մարդիկ կան, այդ ցերունդները կա, որոնք տեսել են այդ ամեն ինչ, այդ ողբերգությունը ապրել են, այդ բռնագաղթի ճամփան են բռնել եւ ստիպված էին տեղափոխվել թե Հայաստանի Հանրապետություն, թե այլ երկրներ եւ այդ մարդիկ քանի դեռ կան եւ այդ ուրեմն բնակչության սերունդների քանի դեռ կան, ապա այդ վերադարձի իրավունքը, ինչպես Արցախի պարագայում, այնպես էլ Գարդմանի պարագայում միշտ էլ արդիական է եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ հայկական մեր հայրենիք վերադարձի գաղափարը միշտ վառ մնա։ Խորհրդաժողովին մասնակցում էին նաև գարդմանահայեր, որոնք տեսել են 1988-ի բռնագաղթը, ադրբեջանցիների ուղիղ սպառնալիքները բոլոր հայերին։ Հայաբնակ բոլոր տարածքների հայաթափումից հետո բռնություններն ու բռնաճնշումները չեն դադարել։ Իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանը իր ելույթում խոսեց ժամանակակից Ադրբեջանում տիրող Ալիևյան բռնատիրական ռեժիմի մասին։ Իրավապաշտպանը վերջին տարիներին եւ ամիսներին տեղի ունեցած բազմաթիվ բռնաճնշումների օրինակներ բերեց։ Հայաստանի հայկական հողերի հանդեպ ագրեսիայից բացի մարդու իրավունքների համատարած խախտումները, ակտիվիստների հանդեպ հալածանքն ու խոշտանգումները Ադրբեջանում չեն դադարում։ Հիմա թեև Ադրբեջանում հայեր չկան, բայց կան օրինակ այլ ազգային փոքրամասնություններ, մասնավորապես թալիշների լեզգիների իրավունքները աներևակայելի ոտնահարվում են։ Կրթության լեզվի իրավունքից են զրկված, դպրոցներում չեն կարող իրենց լեզուն սովորել, մշակութային առողջապահական խնդիրներ ունեն, որովհետև չեն այն լեռնային գոտիներն, որ ապրում են, ուշադրություն չի դարձնում Ալիևի ռեժիմը ընդհանրապես, իսկ բռնաճնշումները էլ ավելի աներևակայելի են։ Օրինակ 2020 թվականին 16 տարի ազատազրկման էին դատապարտել Թալիշների մշակութային կենտրոնի ղեկավար Ֆահրադին Ափոզոդային 16 տարի ազատազրկման եւ նա մահացավ բանտում կամ սպանեցին բանտում 2020 թվականի հենց նոյեմբերի 9-ին։ Մինչ այդ 2009 թվականին բանտում մահացել էր ազգային շարժման ղեկավարը, որին նույնպես Ալիևյան ռեժիմը դատապարտել էր։ Բանախոսները ոչ միայն պատմությանն անդրադարձան, այլև իրենց մտահոգությունն արտահայտեցին ինքնության պահպանման հարցերի վերաբերյալ։ Խորհրդաժողովի ավարտին կազմակերպիչները հանդես եկան հայտարարությամբ, պահանջելով Ադրբեջանից, միջազգային հանրությունից ճանաչել Գարդմանի հայ բնակչության իրավունքներն ու կրել պատասխանատվությունը։
Հերմինե Հակոբյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։ Հունիսի 25-ը Ապարանի տարածաշրջանի Մելիք գյուղում տոնական էր։ Նշում էին գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու վերահսկման 30-ամյակը։ Արդեն երկրորդ տարին է ամենայն հայոց հայրապետի օրհնությամբ եւ թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նախաձեռնությամբ այսօրը Մայրաթորից եկեղեցի է բերվում Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը եւ պատարագ մատուցվում։ Սուրբ Հովհաննեսը գյուղի միակ եկեղեցին է։ Այստեղ են հնչում գյուղացիների աղոթքները, այստեղ են նրանք մկրտություն ու պսակ կատարում։ Եկեղեցին է եղել մելիքցիներին միավորողը, երբ դեռ 1890-ականներին Ալաշկերտցի մի խումբ գաղթականներ հիմնել են այս գյուղը եւ մի փոքրիկ մատուռ, որը հետագայում պիտի վերակառուցվեր եւ կրեր Սուրբ Հովհաննես Մկրտչի անունը։ Խորհրդային իշխանությունների հրամանով եկեղեցին փակվել եւ չի գործել շուրջ 6 տասնամյակ։ Գյուղի ավագները հիշում են, թե Հայաստանի անկախացումից հետո ինչ խանդավառությամբ մեկնարկեցին եկեղեցու բարեկարգման աշխատանքները։ 93 թվականի վարդեվարի օրը կազմակերպվեց հանգանակություն։ Հավաքվեց 17200 ռուբլի։ Այդ գումարը բանկային հաշվով գծվել է իմ անունով, Պետրոսյան Կարնեգիս։ Ծախսվեց 12000 ռուբլի։ Այժմ 5200 ռուբլի սովետական իմ անունով տանն է մնում։ Երբ բացվի, թե ես չլնեմ իմ թորները հաստատ այդ փողը կանցնեին եկեղեցու։ Երբ որ շինարարություն սկսավ, մասնակցում էր գյուղի գրեթե բոլորը հերթականությամբ կռիվ էր գնում, թե մի նոր էդ էին խոսում, որ հարցները կռում էին, թե մի գերաննձի չասա, որ ես լվանայի։ Մեր եկեղեցու մեծագույն սրբերից է Սուրբ Հովհաննեսը, Քրիստոսի գալուստն ավետողն ու նրան մկրտողը, ով չվարանեց, չերկյուղեց Քրիստոսին վկայելու եւ նահատակվելու համար։ Սրբի Քրիստոսասեր կյանքն ու գործունեությունը պիտի օրինակ լինի հավատացյալների համար, ասում է Տեր Հայրը։ Իրանք հաղթանակած եկեղեցին են, մենք զինվորյալ եկեղեցին ենք։ Մենք զինվորներս ինչ օրինակ պիտի կարողանանք վերցնել այն քաջ զորավարներից, ովքեր որ բազում հաղթանակներ են տարել եւ ի վերջո վերջնական եւ կարեւոր հաղթանակը Տիրոջ հետ լինելու, ուրեմն պիտի ամեն անգամ Սուրբ Հովհաննես Մկրտչի կերպարը մեր աչքի առջև լինի, իր կյանքն ու իր օրինակը եւ մենք պիտի ձգտենք նմանվելու իրեն եւ իրենով էլ իհարկե ամենակարևորը մեր Տիրոջը Քրիստոսի։ Պատարագից հետո տոնական օրը գյուղում շարունակվեց Լուիս Մանկանց Կիրակնորյա դպրոցի սաների, Ապարանի մշակույթի կենտրոնի եւ Մելիք գյուղում գործող գեղարվեստական խմբերի կատարումներով։ Սոնա Խաչատրյան, Մեսրոպ Ավետիսյան, Եկեղեցական կյանք։ Մայրաքաղաքի ու մարզերի հայորդյաց տներում Քանաքեռի մանրանկարչության դպրոցում հունիս ամիսը հագեցած էր բաց դասերով, ցուցահանդեսներով, ծնողական ժողովներով, հաշվետու համերգներով։ Արվեստ, արհեստ, սպորտ, լեզուներ ուսուցանող այս կրթօջախները եզրափակում են ուսումնական տարին։ Սաների ձեռքբերումներին առաջընթացին ծանոթանում են երեխաների ծնողները, հաստատությունների տնօրինությունը։ Մայրաքաղաքից բացի հայորդյաց տներ գործում են Գյումրիում, Վանաձորում, Աշտարակում, Էջմիածնում։ Երեխաներն ուսանում են կիրառական արվեստ, կերպարվեստ, երգերաժշտություն, պար, կրկեսային խաղեր, լրագրություն, ավիամոդելավորում։ Հայորդյաց տների կազմում արվեստի տարբեր ուղղությունների դպրոցներ ու համույթներ կան։ 8 հայորդյաց տների մի մասը գործում է հայկական բարեգործական ընդհանուր միության, մյուսը անհատ բարերարների հովանավորությամբ։ Շարունակաբար նոր ծրագրեր են կյանքի կոչվում, նոր դասարաններ են կազմավորվում։ Այս տարի հանդիսավորությամբ նշվել է հայորդյաց տների հիմնադրման 30-ամյակը։ Բույնը պլաստիկ ներկայացմամբ իր 10-ամյակն է նշել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Գյումրու հայորդյաց տունը։ Աշտարակի Գուլամերյան հայորդյաց տունը պատրաստվում է նշել գործունեության 20-ամյակը։ Տարվա ընթացքում սաները համերգային ծրագրերով հանդես են եկել Հայաստանում ու արտերկրում, սահմանամերձ բնակավայրերում, մասնակցել են փառատոնների, մրցույթների, հաղթանակներ են գրանցել։
Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հայորդյաց տները հիմնվել են Վեհափար հայրապետի տեսլականով, երբ դեռ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդներ։ Ավելի քան 3000 երեխա այսօր այս հաստատության սան է։ 8 հայորդյաց տների գործունեությունը համակարգում եւ ղեկավարում է հոգևոր տեսուչը Տեր Հարություն Վարդապետ Կիրակոսյանը։ Աննա Թամրազյան, եկեղեցական կյանք։